Մինսկի խմբի համանախագահները Երևանում հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանին, քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, այդ թվում սահմանային վերջին միջադեպերը։ Հանդիպման մասնակիցները կարևորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորման ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, նշված է նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ։ Մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հասցեական հայտարարությամբ, արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերի լարվածության աճը սկսվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին Երևանում հանդիպել են նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, թեև մայիսի 18-ի համանախագահների հասցեական հայտարարությունն առաջինը չէր, այդուհանդերձ Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել համանախագահների կոչերն ու հորդորները, այլև անել լրիվ հակառակը։ Նախարարի բնորոշմամբ հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը։ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի առաջին կանգառն է։ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Դավիթ Բաբայանն ասաց, որ համանախագահների այցը նպաստում է կայունության պահպանմանը, սակայն բեկումնային փոփոխություններ սպասել պետք չէ։ Ակնկալել այսպես համապարփակ կարգավորում, հատկապես Ադրբեջանի այդ ապակառուցողական քաղաքականության ներքո անիրատեսական է դերևս։ Բաբայանը նշեց, որ ղարաբաղյան իշխանությունները կոչ են անելու համանախագահներին շարունակել սահմանային միջադեպերի վերաբերյալ հասցեական հայտարարությունները։ Հատուկ շեշտ ենք դնելու այս կայունության և խաղաղության պահպանման և զինադադարի ռեժիմի խախտումների այդ մեխանիզմների ներդրման վրա։ Նամանավանդ, որ դրա համար կա այսպես աշխատելու և իրավական, և քաղաքական, և ընդհանրապես ռազմաքաղաքական անհրաժեշտություն։ Չէ՞ որ իրավական տեսանկյունից և Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 2016 թվականին համաձայնություններ ձեռք են բերվել։ Հետևաբար պետք է իրականանան։